Ինչ կարծիքներ են հայտնում։ Լավ պարապ մնալուց լավ չի։ Այդ 6 ամիսը որ պարապ մնան քաղաքական ընդդիմադիրները, պարապ մնալուց լավ չի, այն process-ը որը նախաձեռնել են։ Բերեք մի բան անենք, հետո ասենք արդյունքը լավը կլինի թե վատը կլինի։ Ոչ մի բան չանելով ասում ենք, գիտեք ինչ, բերեք չանենք։ Սրա մասին է ամբողջը։ Մենք ինչ ենք ասում ենք հարգելի ընդդիմադիրներ, միավորվեք, արեք միավորվենք, այս ժողովուրդն էլ տենա, որ ընդդիմադիրները միավորվել են եւ process-ը իրականանում։ Եթե ընդդիմությունը չի միավորվում, պարապ նստած կարծիքներ հայտնելով, չգիտեմ, ընտրությունների են սպասում, մենք չենք սպասում։ Հետևաբար կարծիքներ բերեք չհայտնենք, չասենք որ process-ը որտեղ կհասնի։ Եվ չեմ էլ ուզում որևիցե ընդդիմադիրի ասածը քննարկեմ։ Ես ասում եմ, բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե իրանք ռեալ ընդդիմադիր ուժեր են, պիտի միավորվեն։ Այսօր կա այս գործիքը, համանadrությամբ նախատեսված գործիքը, impeachment-ը, բերեք անենք, չենք անում ու կարծիքներ ենք հայտնում, ասում են գիտեք ինչ կա, էսի կստացվի, էնի չի ստացվի, ԿՊ-ն կմիանա, չի միանա, դուք էլ միավորվեք ընդդիմադիրներով, նոր ԿՊ-ի մասին խոսեք, էս է ամբողջը։ Իրենք ասում են լուրջ չի հիմա դա։ Ինչն է լուրջ, պարապ նստելը, հարց, ես էլ ձեզ եմ հարց տալի, պարապ նստելն է լուրջ, թե կոմենտ գրելն է լուրջ, թե fake տելեգրամյան ալիքներով մարդկանց հայոյելն է լուրջ, մեռանք ասելով ժողովուրդ ջան, ես հայելու, չգիտեմ, մշակույթը պետքա կուլտուրան հանել, չի կարելի ֆեյքերին խոտ տալ, իդեպ ձեզ ասեմ, այդ կուլտուրան նաև մտածա ընդդիմադիր դաշտի գործունեության մեջ, սա մենակ իշխանականներին չի վերաբերվում, նաև վերաբերվում է ընդդիմադիրներին, ընկերներ, մի հայոյեք որևիցե մեկի նախաձեռնությունը մի փչացրեք, որևիցե մեկի հայտարարությունը մի սարքեք, եսի ինչ մի վիրավորեք մարդկանց։ Եթե դուք առողջ քաղաքականությամբ եք զբաղվում, եթե դուք զբաղված եք ավանտյուրայով, արեք ասեք դուք ավանտյուրիստներ եք, մենք էլ ասենք ընկերներ դուրս արեք այս քաղաքական դաշտից, հերիքա մարդկանց հայոյեք։ Էսը իմ ասածը։ Որոնց մասով արժեր շատ ավելի մեծ բացված կա, բայց հարմար պահ լինի այդ impeachment-ի գործիքը կիրառելու համար։ Իսկ երբ որ դա այսպես մսխվի այդ հնարավորությունը, 6 ամիս մենք չկար բացված բանը։ Օրինակ անգամ ասել ենք, եթե չլինի 54 ստորագրություն, այդ գործիքը մենք չենք կիրառելու։ Հասկանալի է, չէ՞։ Եթե չի մսխվելու, դրա մասին ենք խոսում, եթե քաղաքականությամբ զբաղվող որևէ անհատ կա, այս պարզ չգիտեմ, նախադասությունը չի հասկանում, թող քաղաքականությամբ չզբաղվի։ Այնքան ակնհայտ է նաև փաստական առիթ։ Ես միանալու մասին դեռ չգիտեմ, կմիանան թե չէ։ Ես հույս ունեմ, որպես մարդ, որ այո, բոլոր ընդդիմադիրները միավորվելու են։ Եվ ես հիմա էլ եմ հորդորում բոլորին, քանի շատ ուշ չի, ընկերներ, սիրելի ընդդիմադիր ընկերներ, միավորվեք։ Հասարակության համար շատ ավելի անցալի ստորագրությունները կա, սեյֆում դնում ենք, երբ որ պահանջում։ Տեսեք, դրա մասին մի անգամ խոսել եմ, հիմա էլ եմ ասում, այդպես չի լինում։ Հարգելի գործընկերներ, սեյֆում դնում ենք, չի լինում այդպես։ Սեյֆում չգիտեմ, փողերն են դնում, ինչն են դնում, այդ իրանց գործն է, թող շատ ունենան դնեն։ Սեյֆում դնելով impeachment-ի գործընթաց չեն անում։ Կա միակ ճանապարհ, այդ միակ ճանապարհին պետք է միանալ, էսա իմ ասածը։ Եվ հարցրեց ճանապարհային քարտեզի մասին պարոն Քոչարյան, դուք նախատեսում եք այդ համախմբումը չկա, ինչ եք ասում, տեխնացուից է, որ չկա։ Տեսեք, չէ, նման բան չկա, ասեմ ինչի, հարցը իմ անձը չի։ Թե դա կարող է սահուն անցնել։ Շատ ընդդիմադիր շրջանակներով ես նաև ունեմ ընկերական հարաբերություններ եւ մինչ այս պահը ես չեմ լսել որևիցե ընդդիմադիր գործ չի իմ դեմ արտահայտած կարծիք։ Դրա համար չեմ կարծում ստեղ հարցը վերաբերում է տեխնացուին թե ոչ։ Մինչև տեխնացուն պատիվ ունեմ ինչ էր ասում, ասում էր մեր սիրելի գործընկերներ, դուք մեծ խմբակցություն եք, դուք առաջադրեք տեխնացուն։ Հետևաբար այս հարցն էլ է փակվում, սպասելիքները, որ պետք է ավելի արագ գործել, բայց գործընթացներ կան, որոնք ոչ մեր ցանկությամբ դանդաղում են։ Հետևաբար ամենաառաջի գործիքը էլի եմ կրկնում, impeachment-ը հաջողությամբ ավարտելու ընդդիմադիր ուժերի համախմբումն է։ Ինչքան արագ Հետևաբար, այդ կալանավորումով Դավիթ Համբարձումյանին լռեցնել, կամ գործընթացներից հանել, կամ հեռու պահել, որևիցե մեկի մոտ չի ստացվելու։
Կարողացա այնպես պատասխանել ձեր բոլորի հարցին, որ բոլորը պարզ է։ Ինչպես դարակներում դրած կոմպրոմատներ։ Մեր պետությունում, գիտեմ, մեր պետությունում կոմպրոմատներ, իրական կոմպրոմատներ, հորինված կոմպրոմատներ միշտ էլ կարան ստեղծվեն։ Բայց եթե ես կամ որևէ քաղաքական գործիչ կոմպրոմատներից խուսափելով, չգիտեմ, կալանավորվելուց վախենալով, ուրիշ ինչ կարան անեն, այդպես բաներով չանեն, նշանակում է այս մարդիկ ճիշտ են ասել, ուրեմն մինչև 2050 թիվը բանա, Նիկոլը կիմանա իր տեղը։ Այս երկրից էլ չգիտենք, երկիր կմնա թե չի մնա։ Էսա։ Իս եք խոսում, ինչն է հիմա խանգարում այդ համախմբմանը։ Ես խանգարելու մասին կարծիք հայտնել չեմ կարող, որտեվ չեմ ուզում գուշակություններով զբաղվել։ Ես չգիտեմ, ինչ որ խանգարող բան կա թե չկա։ Հիմա այս process-ը դրան է վերաբերում, էլի։ Հիմա հասկանանք մեն ընդդիմադիր գործընկերները ինչ կարծիքներ են հայտնելու, դրանից հետո ավելի հստակ կլինի, էլի։ Համախմբում կա, չկա, պառակտում կա, չկա։ Նիկոլին հեռացնելու ցանկություն, հստակ գործիքներ կան թե չկան։ Ընդդիմադիր ուժերը ուզում են Նիկոլը հեռանա թե չհեռանա, այս ամենից հետո կասեմ։ Լերացնեմ, հա, այդ կոմպրոմատների հետ կապված որ ասացի կալանավորումից մանից չեմ վախենում, իսկ չեք վախենում, որ այս իշխանությունը մի հատ ուրիշ գործիք էլ ունի, փչացնել քաղաքական գործիք։ Անցել է 3-4 ամիս, մի քիչ բարոյական պատասխան տամ, մի քիչ ոնց որ ավելի հասկանալի լինի։ Ես աստվածահավատ մարդ եմ, հետևաբար հին ժողովրդական ասացվածք էլ կա, էլի չոր կեղտը մարդուն չի կպնում։ Այդ փչացնելը թող փչացնողներ իրանց մասին մտածեն, իրանց փչացվածության աստիճանի մասին մտածեն, իրանց անցած ճանապարհի մասին մտածեն։ Ես վերջի 7 տարում դրանից առաջ էլ երևի այնքան եմ փորձել ինձ փչացնել։ Ես դրան էլ եմ սովորել արդեն, ժողովուրդ ջան։ Նես չի որ ինպես մարդուն ցենց հեշտ է փչացնել։ Մաքսիմում իրանց այդ ֆեյքերով, չգիտեմ ինչերով փորձեն ծաղրանկարներ սարքել եւ այլն, այդ իրանց մակարդակի գործիքակազմը էլի արեք ճիշտ խոսեմ։ Ընդդիմադիր հայացքներ ունենալով ինչպես է ստացվում ձեր աշխատանքը կառավարության հետ, որովհետև ինչքան էլ լինի բյուջեն, այդուհանդերձ կառավարությունը պետք է ինքն էլ տրամադրի, դուք շարունակում եք չէ նկատի ունեմ։ Շատ կարևոր հարց եմ տալի, որտեղից տրամադրի կառավարությունը, բերեք, էս էլ փագենք այս թեման, որովհետև նստապավորություն է ստեղծել, որ կառավարության տված սուբվենցիաները կառավարության այդ անդամները իրենց հոր տնից են բերել։ Դա մեր ժողովրդի հարկերից հավաքված բան է, գումարներ է տրամադրում, հետևաբար օրենքով էլ սահմանված է, չեն էլ կարող չտրամադրել, ինչի մասին է խոսքը։ Մենք արձանագրում ենք։ Եվ մեկ վերջին հարց Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո խորհուրդ էին տալիս, հորդորում էին, որ ձեզ պետք է նաև անվտանգություն տրամադրվի, քանի որ դուք էլ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդ եք, նաև որոշ շրջանակներ կան, ովքեր Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը կապում են քաղաքական հայացքների հետ եւ որ իշխանության կոկորտիներ մնացել նրա մարտին տարած հաղթանակը փառաքարում։ Ես այդ մարդը չեմ, որ նոր ասել եմ, էլի կարծիքներ հայտնել կամ ինչ որ այս դաժան դեպքի հետ կապված քաղաքական դիվիդենդներ շահել։ Ես այդ մարդ չեմ, Վալոդյա Գրիգորյանը իմ ընկերն է։ Չեմ ուզում որևիցե ինչ-որ մեկի հայտնած կարծիքի մասին իմ կարծիքը հայտնել։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքը ունեմ այս դեպքի վերաբերյալ։ Նրանց սուպն ու կեղծիքը բացահայտելու եւ հնարավորության սահմաններում այս բանի իշխան Սաղաթելյանն ասում է բերեք պակասող ստորագրությունները եւ սկսենք գործընթացը։ Մենք այս ամբիոնը չենք օգտագործել, չենք օգտագործել։ Խնդրում իմ գործընկերներին կանեն ձևաթուղթը եւ գործած սկսենք, շատ ուրախ եմ։ Օգտագործի ներընդդիմադիր դաշտ։ Տեսեք, այդպես չի լինում, ժողովուրդ ջան։ Ստորագրությունները պիտի դրվեն մեկ ձևաթղթի տակ։ Հիմա նոր խոսում ենք Գրիվսի հետ, որ մեկը սեյֆում է դրել, այդպես չի լինում։ Եթե պարոն Սաղաթելյանն ասում է բերեք ձևաթուղթը ստորագրենք, իհարկե չլսեցի էլի։ Վաղը կուղարկենք, թող ստորագրենք, խնդրեմ իմ ընկերներին, թող ուղարկեն ստորագրեն։ Եթե կստորագրեն, գործընթացի արագությունը, process-ը, հետևանքները դուք բոլորը կտեսնեք։ Շնորհակալություն։ Պարոն Սաղաթելյան, Բայց չասի լսեմ։ Պակասող ստորագրությունները արձագանք բնական բերեք, որ սկսենք։ չեմ ունենա, բայց արձանագրենք։ Իսկ էլ բերենք նոր մեր ընդդիմադիրները միավորում, այսպեսի բան կա, չգիտեմ, ես լսեմ նոր կարծիքս կհայտնեմ, լավ։ Ծափահարություններով արձանագրեցինք, որ